Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում ձեր սպասված Արարատյան խոհանոցն է, շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները, բարեկամներ, այս հաղորդումները հենց ձեզ համար են եւ բնական է, որ պիտի աշխատենք, որ բավարարի ձեր ճաշակը։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք կհամալրեն ձեր ընտանեկան կերակրացանկը։ Եվ այսպես բարեկամներ շարունակում ենք այն շարքը, որը մենք սկսել ենք արդեն կապված Երկիր մեդիա հեռուստաընկերության 10-րդ հոբելյանական տարվա հետ։ Եվ այսօր ես հյուր ունեմ, իմ հյուրն է Նելի Բաբախանյանը, ով աշխատում է Երկիր մեդիա հեռուստաընկերության լրատվության բաժնում որպես հուշարար։ Ողջույն Նելի։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Հիանալի։ Ամեն ինչ նորմալ է։ Իհարկե։ Գնացինք, ինչ ենք պատրաստելու։ Թվարկենք մեր բաղադրատոմսը։ Կպատրաստենք աղցան, որի համար նախ կօգտագործենք հավի կրծքամիս, սկսենք պատրաստել, ընթացքում կնկարագրենք, թե ինչով է առանձնանում այս աղցանը։ Իսկ այստեղ կա գործ, որ կվստահեք։ Կվստահեի ձեզ երևի ընկույզի կտրատելը։ Ինչ հապսով պիտի կտրատենք, շատ խոշոր։ Կարծում եմ շատ մանր պետք չի։ Այսպես լավ է։ Լավ է։ Նելի ջան, ինչ տվեց Երկիր մեդիան ձեզ, ես գիտեմ ինձ ինչ տվեց, ես ուզում եմ իմանալ, թե ձեզ ինչ տվեց։ Ինձ համար Երկիր մեդիան, եթե փորձեմ առանձնացնել Երկիր մեդիան եւ իմ կյանքը, մի քիչ այնքան միահյուսված են, որ առանձնացնել երևի թե դժվար կլինի, որովհետեւ դա 10 տարի առաջ էր եւ երբ որ եկա ես Երկիր մեդիա ինքնին 10 տարի արդեն ավելի երիտասարդ էի եւ Երկիր մեդիայում ես եւ զոնքաչ դառա, հետո դառա կրկնակի զոնքաչ, հետո դառա կրկնակի տատիկ, այնպես որ երբ որ փորձում եմ առանձնացնել Երկիր մեդիան եւ իմ կյանքը, իրանք շատ միահյուսված են եւ այդպես էլ մենք Երկիր մեդիան ընդունում ենք ընտանիքի նման եւ շատ դժվար կլինի առանձնացնել։ Այո, շատ է նշվում, հենց այդ բարակապակցությունն է շատ նշվում Երկիր մեդիա հեռուստաընկերությունում, որ դա ընտանիք է։ Իր հայրիկով, մայրիկով, երեխաներով։ Ճիշտ է։ Մենք մի փոքր ձեթ ավելացնենք այստեղ։ Ահա։ Կրծքամիսը տապակենք։ Հա, կրծքամիսը կտապակենք։ Էլ չեմ ուզում հարցնել, թե ժամանակ լինում է տանը պատրաստելու, թե ոչ։ Գիտեք, ժամանակի համար, այսպես ասեմ, ցանկացած կին, անկախ հայ կին, անկախ ամեն ինչից, աշխատանքից, մնացած զբաղեցրած աշխատանքներից, հասարակական եւ այլն, միևնույնն է, տանը աշխատելու համար ինքը անպայման ժամանակ գտնում է։ Եվ սիրով է անում։ Օրինակ, իմ պարագայում ես շատ սիրով տանը պատրաստում եմ։ Աղցանի անվանումը դեռ չենք հնչեցրել։ Թողնում ենք անակնկալ։ Թողնում ենք անակնկալ, տեսնենք, թե հեռուստադիտողը կհասկանա, թե ինչ ցանկացանք մենք։ Այսինքն նաև մեր ցանկացածը ստացվեց, թե չէ։ Այո։ Մտավախություն ունենք, որ կարող է ստացվի, հա։ Չէ, կարծում եմ, որ պետք է ստացվի։ Ես նաև սամիտ ինձ կտայիք։ Այո։ Մի տեսակ կանաչների նկատմամբ այսպես ուղղվածությունը ինձ մոտ էլ ավելի շատ սամիտ համեմին է։ Ձեր մոտ էլ այդպիսի բան կա։ Սամիտ, ճիշտ է, սամիտ եւ համեմ իրանք երևի համերի առումով մի քիչ ավելի հետաքրքիր են։ Առավել եւս աղցանների համար ես հաճախ օգտագործում եմ թեպետ մաղադանոսը նույնպես ինքը անհրաժեշտության իմաստով շատ ավելի լավ է։ Օգտակար է շատ ավելի։ Օգտակար, իհարկե։ Ամքեր։ Հավի կրծքամիսը տապակեցինք, ավելացրեցինք աղ եւ սև պղպեղ։ Կարող ենք սա արդեն վերցնել։ Ավելացնենք Կանաչին պիտի հավին ավելացնենք, թե։ Կանաչին ավելացնենք հավին ու վերցնենք գազօջախից։ Ինքը պետք է չեփվի։ Այո։ Շատ ու շատ խոհարարներ այս հանգամանքը հաշվի չեն առնում, որ կանաչին որպեսզի լավ բույր մնա, բույրը եւ բույրը եւ իր օգտակար հատկությունները պահպանելու համար անհրաժեշտ է որ չեփվի։ Ապրեք։ Ահա։ Ավելացնենք նաեւ տապակած
կտրատված ընկույզը։ Նորից խառնենք։ Վերցնենք ափսեն։ Իսկ ձիթապտղի հետ ինչ պիտի անենք։ Ձիթապտուղը վերջում։ Չենք կտրատելու։ Կտրատելու ենք, բայց ես կկտրատեմ։ Հա, լավ։ Ափսեն դնենք ստեղ։ Ստեղ վերցնենք։ Գաղտնիքը կամած մի քիչ բացահայտեմ, այստեղ գաղտնիքը լինելու է ձևավորման մեջ։ Իհարկե, իհարկե։ Կարծում եմ արտաքին տեսքը շատ ավելի կարևոր է։ Ուտեստը երևի առաջի հայացքից գրավում է իր արտաքին տեսքով, հետո նոր համային իմաստներով։ Չասենք շատ ավելի կարևոր է, որտեղ ամենակարևորը ուտեստի բովանդակությունն է, նրա օգտակարությունը, բայց մենք այնուամենայնիվ տեսքին կարևորություն ենք տալիս, իհարկե։ Մենք այստեղ տեղավորեցինք հավի կրծքամիսը, հիմա կտապակենք նաև գազարը, ձեթ հավելացնենք մի փոքր։ Ավելացրեցինք ձեթ, մի փոքր սպիտակ գինի, սպիտակ անապակ գինի։ Թեթև, չէ, այսպես թեթև շոկ է հա, մի հարենք։ թեթև։ Այս ընթացքում մենք մի քիչ թթվասեր ավելացնենք հավին։ Ինքը ավելի հյութեղ լինելու համար։ Այո։ Բավական է։ Սալօջախի պետք չունենք, չէ՞։ Ոչ։ Մի շերտ ամբողջությամբ պիտի լինի, չէ՞ գազար։ Մոտեցնեմ։ Այո։ Այժմ մենք կտրատենք ձիթապտուղները։ Տեսնենք, թե երրորդ շերտը ինչ պիտի լինի։ Ես ձևավորեմ ընթացքում։ Սա մեր աղցանն է, կարծում եմ բոլորին արդեն պարզ դարձավ, թե ինչ աղցան ենք պատրաստել, Երկիր մեդիայի 10-ամյակի կապակցությամբ կարծում եմ, որ անհրաժեշտություն կար աղցան պատրաստել հենց Երկիր մեդիա անվանումով, իր լոգոյով այսպիսի աղցան պատրաստեցինք։ Կարծում եմ ինքը աղցանը և համեղ է, և նաև հետաքրքիր։ Եվ կավելացնեմ, որ օգտակար։ Բարեկամներ, այն այսպես անակնկալը, որ մենք պատրաստել էինք Երկիր մեդիա հեռուստաընկերության բոլոր հեռուստատեղների համար, այն աղցանն էր, որը ունի հենց Երկիր մեդիա հեռուստաընկերության լոգոյի տեսք։ Շատ ուրախ եմ եւ շատ լավ ստացվեց։ Ես ուզում եմ հնարավորությունը օգտագործենք, եթե մի հղում ցանկություն ունեք մեր հեռուստատեղների, խնդրեմ կարող եք իրականացնել։ Ես առիթից օգտվելով կշնորհավորեի Երկիր մեդիայի աշխատակիցներին եւ նաեւ հեռուստադիտողներին 10-ամյակի կապակցությամբ եւ Երկիր մեդիային կմաղթեի, որ այսուհետ եւս այն օբյեկտիվությունը, որ ունի Երկիր մեդիան, կարողանա պահպանի եւ այդ ճանապարհին իր խոչընդոտներ երբևէ չլինեն։ Հնարավորինս գոնե քիչ լինեն։
Շատ շնորհակալ եմ։ Ես էլ ուզում եմ ձեր անունից բարեկամներ ես մեկ անգամ շնորհավորել Տիկին Բաբախանյանին իր այս ժամանակը տրամադրելու համար եւ այս գեղեցիկ արձանը պատրաստելու համար։ Բարեկամներ, նաեւ շնորհավորում եմ Երկիր Մեդիա հեռուստաընկերության բոլոր անձնակազմին եւ ուզում եմ, որ միշտ լինի եթեր, միշտ լինի անխափան եթեր եւ այն գործը, որ միասին անում ենք եւ այն հնարավորությունը, որ ստեղծվում է մենք ներկայացնելու մեր մշակույթը, դա մեզ համար ամենակարևորն է։ Շատ շնորհակալություն։ Բարեկամներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը եւ ուզում ենք, որ յուրաքանչյուր հանդիպում լինի արդյունավետ։ Ուզում եմ, որ մենք միշտ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսություն բարեկամներ։ Աղցան Երկիր Մեդիա։ Հավի կրծքամիս 200 գրամ, ստեփխին 100 գրամ, ձեթ 20 գրամ, ընկույզ 100 գրամ, ձիթապտուղ 50 գրամ, թթվասեր, աղ, պղպեղ, վարյախորշակ։